Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ եւ որ արձագանքում եք ձեր խորհուրդներով եւ ձեր առաջարկներով օգնում եք մեր հաղորդումը, որ լինի ել ավելի բովանդակալից։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ավանդական Խոհանոցից։ Եվ այսպես, բարեկամներ, պատրաստվելիք ուտեստը թթվապուր է, թթվապուրների շարքին է պատկանում եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Օգտագործելու ենք կարմիր ոսպ, բլղուր, խաշված սիսեր եւ սպանախ։ Վերջում ավելացնելու ենք կիտրոնի հյութ, բնականաբար թթվապուր, ինչ թթվապուր առանց թթու միջավայրի։ Եվ այսպես, սկսում ենք ձեթը մի քիչ դաղում ենք, ձեթի մեջ մի փոքր սխտոր ենք ավելացնում և սխտորը ձեթով թեթևակի բովում ենք, այսպես խոշոր կտորներով, շատ արագ պատրաստվող ուտեստ է, հիմա ավելացնում ենք կարմիր ոսպը, մեկ շերտ խաշված սիսերը և բլղուրը։ Շատ լավ բուրմունք տարածվեց տաղավարում, մի քիչ թող այս բուրմունքը նաև ներծծվի այս մթերքների մեջ, ավելացնում ենք ջուրը, այստեղ մենք ունեցանք 3 բաղադրիչ, որոնցից մեկը խաշված է, սիսերը, երկար խաշվելու ժամանակ է պահանջում սիսերին, և բլղուրը և ոսպը շատ քիչ ժամանակով շտապ կխաշվեն, և ապուրը վերջնական տեսքը կբերենք, վրան կտրատելով, ձեռքով պիտի կտրատենք, սպանախը վերջի պահին և թթու միջավայր ստանալու համար պիտի ճզմենք կիտրոնը։ Բարեկամներ, շատ պարզ ապուր է և նորից ուզում եմ կրկնել, ուտեստի արժեքը նրա օգտակարության մեջ է, այլ ոչ նրա պարզության, ոչ է նրա բարդության, ոչ է նրա գեղեցիկ լինելուն։ Բնականաբար ուտեստը պիտի գեղեցիկ լինի, բայց կարևորը հավատացեք, որ օգտակարությունն է։ Կխաշվի մոտորապես 12 րոպե և այդ 12 րոպեից հետո մենք այս ուտեստը վերջնական տեսքով կմատուցենք ձեզ։ Սպասենք 12 րոպե։ Բարեկամներ, անցավ 12 րոպեն, ինչպես խոստացել էինք, մնում է ձեռքով այսպես կտրատել սպանախը, ավելացնենք ապուրին, նորից հիշեցնեմ, սպանախը երկար ջերմային մշակման ենթարկել չի կարելի, սննդային արժեքները ոչ միայն կորչում են, այլ նաև վնասակար հատկություն է ձեռք բերում։ Վերջ, կիտրոնը քամում ենք, համտես ենք անում, մի քիչ կարիք կա աղի, կարմիր պղպեղ և վերջ ուտեստը պատրաստ է։ Մատուցման ափսեն տեղադրենք և մինչ ես կլսնեմ ուտեստը, նորից ուզում եմ հիշեցնել, թե ինչպես պատրաստեցինք, թեթևակի դաղեցինք սխտորը ձեթի մեջ, այնուհետև ավելացրինք կարմիր ոսպը, խաշված սիսերը և բլղուրը։ 12 րոպե խաշվելուց հետո ավելացրինք նաև սպանախը և կիտրոնի հյութը, չմոռանանք, որ ուտեստը կոչվում է թթվապուր։ Ահա բարեկամներ, պատրաստում ենք այս ուտեստը։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, նախքան ավարտելը ևս մեկ անգամ ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին,
Ուզում եմ որ հաջողակի հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան արդյունք, այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ եւ ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Թթվապուր, կարմիր ոսպ 200 գրամ, բլղուր 100 գրամ, սիսեռ 150 գրամ, սպանաղ 1 կապ, ձեթ 20 գրամ, սխտոր 2 պճեղ, կիտրոնի հյութ, աղ, բարի ախորժակ։